Մի փոքր խոսենք թվագիտությունից, մարդու բոլոր թվերը, ամիս, ամսաթիվ եւ տարեթիվ, դա նրանց ամբողջ կյանքի թվանշաններն են, գաղտնիքներն են պարունակող, որոնց մեջ թաքնված է ամեն ինչ։ Խոսքի օրինակ, երբ որ դուք ծնվում եք, ծնված օրվանից, ասենք թե դուք ծնվել եք 3-ին, ամսի, այդ տարիքից, ծնված օրվանից, մինչև երբ հասնում եք, խոսքի օրինակ 25 տարեկան, ձեր այդ թվերը, ամիս, ամսաթիվ, տարեթիվ, այստեղ կարող է երկրորդ աստղի գագաթում ակտիվանալ ձեր, երբ որ դառնում եք 25-ից 26 տարեկան մի հետաքրքիր թվանշան, հետո ակտիվանում է, երբ դառնում եք, խոսքի կարող աշխատեք մի ինչ-որ մասնագետ, կամ չգտնեք այդպես էլ ձեր մասնագիտականը, ձեր առաքինությունը, հետո գալիս է հասնում մի այնպիսի տարիք, խոսքի օրինակ դուք աշխատում եք երկրորդ գագաթում կարող է ակտիվանալ, ոնց ասեմ, խոսքի օրինակ, այնպիսի մի բան, որ դուք ավարտել եք, սովորել եք, խոսքի օրինակ, ավարտել եք մագիստրատուրա, սովորել եք եւ աշխատում եք որպես սովորական, կոլեկտիվում, կամ աշխատել եք ինչ-որ բանկային համակարգում, 25-ից 26-ից մինչև 35-6 տարեկանում արդեն հենց այդ գեղեցիկ ծաղկուն տարիքում արդեն ձեր կոդը փոխվում է, հենց մեծ կապ ունի այդ գաղտնիքների հետ, ձեր ամիս, ամսաթիվ, տարեթվի հետ։ Եվ այստեղ դուք ուզեք թե չուզեք, քանի որ կոդը փոխվում է ձեր, դա բոլորինն է այդպես, տարբեր թվեր կան, նայած ինչ թիվ ենք ստանում, այսինքն այստեղ փոփոխությունները անխուսափելի են եւ ասենք թե վերցնենք 7-ը, ովքեր ծնվել են 7-ին, 16-ին կամ 25-ին, խոսքի օրինակ, սա ինչի հետ կարող է կապ ունենա, ինչը ձեր մտքով անգամ չէր էլ անցնում, որ դուք պետք է թողեք այն մասնագիտությունը, որը կար, արդեն դա ձեզ պետք չի եւ պետք է խորանաք, խոսքի օրինակ, բանկային համակարգում, այստեղ բավականին շատ են լինելու իրադարձությունները, որովհետև 7-երը հաջողակ են դառնում հենց այդ տարիքից, 35 եւ 36, երբ որ տեղափոխվում են այլ երկիր։ Ես ընդհանրապես խորհուրդ կտամ ձեզ, ձեր մարմնին ուշադրություն դարձնեք, սիրելի յոթնյակներ, որովհետև դուք բավականին անտարբեր եք ձեր